Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-531 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ Տիկին Ասատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ասատրյան, խոսելու շատ թեմաներ ունենք։ Սկսենք հետևյալից եւ եթե հասցնենք, ամեն դեպքում ես ուզում եմ մեր ազգային անվտանգության, ոչ թե սահմանների անվտանգության մասին խոսել, ներքին անվտանգության, դրանք անչափահասների դաստիարակությունն է, անչափահասների մոտեցումները եւ ինչու ոչ այսօր հատկապես ուզում եմ մեր օրիորդիկներին, մեր աղջիկներին մի փոքր անդրադառնանք մեր հաղորդման շրջանակներում։ Հիմա սկսենք հետևյալից։ Մոսկվան, Բաքվին եւ Երևանին նոր առաջարկով է դիմում, փորձում է վերադարձնել 3+3 ձևաչափով այդ հանդիպումների հերթականության համաձայնեցմանը եւ սա ինչ է նշանակում, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը փորձում է նորից իր իրական ազդեցությունը հայ-ադրբեջանական բանակցություններում ունենալ եւ կրկին հիմնական բանակցային հարթակը իր ձեռքում պահել։ Սա ինչ կտա մեզ։ Սա ակսիոմ է Ռուսաստանը թերևս իր այսօրվա ցաներ վիճակի մեջ չի մտնում, բայց իր ծրագրերում ունի նախկին խորհրդային միության տարածքները վերականգնելու։ Ամբողջը դրան է նվիրված։ Վաղը մյուս օրը, եթե կարողանա հաղթանակ տանել Ուկրաինայի դեմ, ուրեմն իմացեք, որ հաջորդ պլանը կլինի վերամիավորել նախկին հանրապետությունները, թե որը կհաջողվի, ինչպես կլինի, ես չգիտեմ, բայց որ, այո, ես ձեր ասացի մասին կարդացի մամուլում, որ նա ուզում է, որ միջնորդ լինել երկու պետությունների միջև, չնայած այդ երկու պետությունները ինքնուրույն արդեն գտնում են իրար հետ խաղաղություն հաստատելու պայմանագիրը, որքանով դա կհաստատվի, ճշմարտություն կդառնա, ես չգիտեմ, բայց որ Ռուսաստանը ուզում է վերականգնել Հայաստանի եւ Բաքվի հետ իր նախկին բարեկամական հարաբերությունները, դա պարզ է։ Այստեղ մի խնդիր կա, նա ավելին է արել Բաքվի համար, քան Հայաստանի։ Ինչ որ որոշ մարդիկ, որ շատ են պնդում, որ մեծ է Ռուսաստանի դերը Հայաստանի համար, այս 44-օրյա պատերազմի ընթացքում համենայն դեպս դա մենք չնկատեցինք։ Եվ Բաքուն կորցնելը Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կորցնելը Ռուսաստանի համար բավականին ծանր, ինչպես նաև Հայաստանին կորցնում է նա իր հյուսային դարպասները։ Սա է խնդիրը, որ ամեն կերպ աշխատում է վերականգնել եւ Հայաստանի եւ Բաքվի հետ իր նախկին հարաբերությունները։ Սա ճշմարտություն է եւ կգնա դրան։ Տեսեք Լավրովն էլ է անընդհատ ընդգծում, որ պատրաստ են աջակցել Երևանին։ Շուտով գալու է Լավրովը Երևան է գալու, ես կարծում եմ, որ թեման հենց դա կլինի։ Աշխատում են հարթեցնել այս երևույթները, որտեղ իրենք տեսան, որ նախ նրանք ունեն պատմապան Պլատոշկին, որը հոյակապ ձևով ներկայացնում է ռուսների սխալները եւ հաճախակի հանդես գալիս եւ նրանք, ովքեր որ արդարացրին ուզում են վերլուծել ռուս-հայկական հարաբերությունները եւ այլն, մանրամասնորեն այնտեղ ասում է, որ Հայաստանը այստեղ այս հարաբերությունների մեջ բացարձակ մեղք չունի։ Հայաստանը մեր դաշնակիցն էր, Հայաստանը մեզ ճանաչում էր որպես իրենց հովանավորի, որպես մտերմի, որպես, չգիտեմ, ավագ եղբոր եւ այլն, դուք նրա ամենածանր վիճակում նրան մենակ թողեցիք։ Այս տրամաբանությունը կա նաեւ առողջմտածող ռուսների մեջ։ Այնպես որ թող ջանան վերականգնել այն ինչ կորցրեցին իրենք, բայց մենք չափազանց զգուշ պիտի լինենք, որտեղ այն ինչ որ մեզ հետ մեր ազգային ճակատագրի հետ կատարվեց, այն բոլոր աղետալի երևույթները միաժամանակ թվացյալ գոյատևության որոշակի պատառներ ունենք մեր հիշողության մեջ, որը շատերին այդպես հիպնոսացրել է եւ թվում է թե առանց որևէ մեկի հովանավորության Հայաստանը չի կարող ապրել։ Ահա այս խնդիրներով հաճախ մենք բախման ենք ենթարկվում մեր ներքին ուժերի, մեր պաշտպանության, մեզ համար պայքարողների հետ, նաև այլ պետությունների հետ, դրա համար հիմա պետք է առողջ մտածել։ Նոր իշխանություն է ձևավորվում, այսինքն նոր չի, հինը նորից նորացավ, նորից իշխանության ասնել կնշանակի նորովի մտածել ազգային ճակատագրի մասին։ Եվ որոշ քաղաքագետներ նշում են, որ հենց այդ նույն ազգային ժողով մտնում են Կրեմլի դրածոները։
Այնպես որ մենք Դա պատահական չի զգալու եղել։ ենք։ Բնականաբար դա կարգադրություն է եղել վերևից, որ անպայման պետք է մտնեն իրենց ուժերը մեր ազգային խորհրդարան, դուրս եկա, որ այդ խորհրդարանը բոլորովին չի փոխվել։ Այս մի քանի կերպարներին փոխարինեցին մյուս կերպարները, եկան էլ ավելի թունդ ռուսահպատակ մարդիկ, անձինք, որոնք կպաշտպանեն բոլոր այն շահերը, որոնք կբխեն ավելի վերևից, քան թե իրենք կունենան, որտեղ իրենք քաղաքականապես հասուն չեն, քաղաքականությունից դուրս մարդիկ են գալիս խորհրդարան, որը կբարդացնի խորհրդարանի աշխատանքը։ Այս անցած տարիների ընթացքում մեր խորհրդարանը, որը չնայած աղմկոտ էր, իր տեսակով, իր կայացած որոշումներով եւ այլն, նա չէր համապատասխանում մեր այն ազգային խորհրդարան ունենալու այն կարևոր երազանքին, որը մենք պատկերացնում էինք գրագետ, կիրթ, ճիշտ, ազգի համար նպաստավոր որոշումներ կայացնող եւ այլն։ Այնուամենայնիվ այս խորհրդարանը ես կարծում եմ, որ ել ավելի վատն է լինելու։ Քանի որ խոսեցինք խորհրդարանից, նաև ես նշեմ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ հայտարարել է, որ կարող է պարզ ճակատով ասել, որ 2026 թվականի ընտրությունները անցել են ազատ, արդար եւ թափանցիկ։ Դուք եք այդ կարծիքին։ Ուրեմն ազատ արդար ես եւ դուք ազատ արդար ենք անցկացրել, ճիշտ է, ինձ ոչ ոք նախ ռիսկ չէին անի ասելու այս կամ այն անձի օգտին ուղղորդեին, այո, ուրեմն ազատության, արդարության որոշակի մասունքներ կան, իհարկե, բայց պետք է հաշվի առնել բոլոր այն հանգամանքները, որոնք կատարվեցին նախկին ժամանակների իներցիայով, այսինքն գումարային օգտագործումներ, մարդկանց հետ շփումներ, հարաբերություններ, զանազան բաներ օգտագործեցին, որը շատ սխալ էր։ Հենց այդ երևույթներն են ապացուցում, որ ամեն ինչի մեջ կա դեպի իշխանություն գնալ, իշխանության զավթում, ոչ թե երկրի հայոց պետականության հզորացում եւ հայրենիքի վերականգնման խնդիրներ։ Ես իրենց մեջ եւ այդ օրերին, եւ այդ օրերից հետո, եւ կտեսնենք ապագայում էլ ես էլի կգամ այս հարթակում խոսելու, երբ որ մի քանի նստաշրջաններ կանցնեն եւ կտեսնենք թե ինչպիսի կիրթ, խելացի, ճիշտ, հայրենանվեր գործունեություններ կվարեն, կգամ իրենց գովաբանելու։ Չեմ ուզում ասել շակերտների մեջ, բայց կարծում եմ այդպես է լինելու։ Ուրեմն պետք է աշխատեն իրենց բավականին զգաստ պահել, որտեղ խորհրդարանը մենք խորհրդարանական երկիր ենք եւ խորհրդարանն է որոշում թե հայոց ճակատագիրը ինչպիսին է լինելու։ Ուրեմն ամեն մեկը պետք է կարողանա զսպել իր կրքերը եւ չդառնան օտար պետությունների ստրուկներ, գերիներ։ Տիկին Ասատրյան, տեսեք, մի կողմից ասում ենք Կրեմլը մտնում է ազգային ժողով, մյուս կողմից նայում ենք նույն քաղաքացիական պայմանագիրը գրեթե նույն դեմքերով են, մարզպետները հրաժարվեցին մանդատներից, նորից վերադառնում են իրենց մարզպետների աշխատանքին, քաղաքացիական պայմանագրում է կարծես թե նոր դեմքերը շատ քիչ են, ուժեղ Հայաստանում էլ եղան մանդատներից հրաժարվեցին շատեր ինքնաբացակ հայտարարեցին, նույն Հայաստան դաշինքը, նույն Ռոբերտ Քոչարյանը չօգտագործեց իր ազգային ժողով մտնելու հնարավորությունը թեկուզ որպես падգամավոր, բայց չէ որ քարոզարշավի ժամանակ մարդիկ միշտ խոսում էին, ներկայացնում էին, որ եթե իրենց ձեռքին լինեն լծակներ եւ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հեշտ կլինի եւ երկիրը այս վիճակից փրկելը, ինչու շատերը մանդատի այդ падգամավորական մանդատից հրաժարվեցին, որքանով դա պատիվ չի բերում, որ լինեն, ինչպես դուք եք ասում, ազգային խորհրդարանում, սա ինչի մասին է խոսում։ Թե պարզապես հասկանում են, որ իրենք չեն ունենալու ձայն, ինչ-որ կոնկրետ իրենց որոշիչ չի լինելու իրենց խոսքը ձայն, ինչն է խնդիրը, որ այսպես չպայքարեցին։ Սիրելի Մարի, ուրեմն առաջ գնալու համար ես ուզում եմ մի փոքր ետ քայլ անել։ Հայաստանը, հայ ժողովուրդը միակամ է եղել միայն հայոց թագավորների օրոք։ Երբ մենք կորցրեցինք թագավորներին եւ մտանք մարզպանական շրջան, հայոց աշխարհի յուրաքանչյուր մարզպան իրեն համարեց այդ տարածքի թագավոր։ Ուրեմն Հայաստանի մարզերը նախկին իշխանության ժամանակ, հիմա էլ կարծես կամաց որոշ մարդկանց մոտ հիմնավորում է դա, ովքեր եկան իշխանության, մտածեցին, որ այդ տարածքի իշխաներն ու տիրակալներ իրենք են, մտեշխները իրենք են։
ասենք Գյումրին ուներ Շիրակի տարածքը ուներ իշխանը Վարդան Ղուկասյանն էր, Տաշիրը ուներ իշխանը Կարեն Կարապետյանն էր, Սյունիքը ուներ իր իշխանը Սուրիկ Խաչատրյանն էր, եւ այսպես շարունակենք, տարբեր բոլորը։ Ուրեմն նայեք, եւ ամեն մեկը յրովի իր իշխանությունը ունենալով իր որոշակի կապերներ հաստատում երկրի ղեկավարի հետ, առանց դրա իհարկե չէր լինի եւ առանց նրան բաժին հանելու այն ամեն ինչից ինչ որ իրենք ունեին չէր լինի եւ մեջտեղում Հայաստանի ազգային պետականության ունենալու խնդիրը հարյուրավոր կիլոմետրերով ետ էր շպրտվում մեջտեղում նյութական արժեքի հարցներ հարստանալ, կուտակել եւ ի վերջո դառնալ խոշոր հզոր օլիգարխ կամ որևէ այլ մեկ, որը իր իշխանության տակ էր պահում պետությունը։ Օրինակ, տեսեք, ես չեմ ընդունում, երբ ազգային գաղափարախոսություն չունեցող երկրում երկրի ներսում ուրեմն անհատները ավելի հարուստ են, քան պետականությունը։ Նման անհատները երբեք թույլ չեն տա, որ պետականությունը հզորանա, որ նա դառնա իշխող։ Հասկանալի է, դրա համար այսօր այն ինչ որ կատարվում է մեր հանրապետության ներսում։ Նույնը հենց Գագիկ Ծառուկյանի մասին եք խոսում Գիտեք, խոսքը տանում է նաև այդ ուղղությամբ։ Օրինակ հիմա այս պահին, քանի որ մենք խոսք ունենք նաև մեր ապակա սերնդի դասիրակության մասին, քանի որ դուք հիշեցրեցիք այդ մասին պիտի խոսենք, ես ուզում եմ հարցնել, թե 90-ական թվականների հեղափոխությունից հետո, երբ որ գնում էինք այրոպորտ էին գնում, այդ ճանապարհին բազմաթիվ կազինոներ էին կառուցել պատերազմից ու երկրաշարժից հետո, երբ որ Հայաստանում շատերը հացի փող չունեին, բնակարանները մեկ տոմսի արժեքով վաճառելով, ես աշխատում էի հանրապետության նախագահի աշխատակազմում եւ հաջորավոր բողոքներ էին գալիս, օրը լինում 100 քաղաքացի եմ ընդունել։ Այ այսօր պիտի ասեմ։ Եվ այնպիսի փաստերի եմ ականատես եղել այդ օրերին, որ զարմացած էի մնում, թե մեր ժողովուրդը այս հեղափոխությունը արեց սրա համար։ Ուրեմն տեսեք, մի օր առիթ կլինի ես այդ բոլորի մասին խոսեմ։ Մինչև այսօր ես որևէ խոսք չեմ ասել, չեմ արտահայտվել, թե ինչպիսին է եղել մեր պատմությունը եւ ինչ ենք արել մենք։ Ուրեմն տեսեք, այդ օրերին փոխանակ Հայաստանը վերականգնելու, որովհետեւ Հայաստանի 42%-ը ավերված էր երկրաշարժից հետո չհաշված պատերազմը, զոհերը, կորուստները եւ այլն։ Կառուցվեցին բազմաթիվ շենքեր, դղյակներ, կազինոներ։ Եվ այդ կազինոներում քանի ընտանիքներ, ինչու եմ այդպես ասում, ամեն օր գալիս էին ինձ մոտ ու բողոքում, որ ամուսինը կազինոյում խաղացել է մեծ գումարներ, տունը վաճառում են, որպեսզի այդ փողերը տան։ Քանի ընտանիքներ քայքայվեցին, քանիսը թողեցին երկիրը, հեռացան։ Հասկանալի է, այս ամեն ինչի մասին, եթե մենք ուզում ենք ազգու պետություն դառնանք, մենք մի հատ պետք է մեր անցյալից մի հատ լավ նայենք, այնտեղ ինչ սև տեղեր ունենք, կետեր ունենք, այդ բոլորից հրաժարվենք, մի քիչ վերականգնենք մեզ, մի քիչ մտածենք այդ գալիք սերնդի մասին, ուզում ենք լավ Հայաստան ունենալ։ Ես այս վերջերս մի այլ հեռուստաընկերությունում հրավիրել էին ելույթ ունեցա, ասեցի, մեզ անհրաժեշտ է նոր ժամանակաշրջանում ունենալ նոր հայի կերպար, նոր հային ձևավորել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ստեղծել կրթական օջախներ եւ այնտեղ նշանակել մարդկանց, որոնք սրտացավ են, որոնք չեն խուսափում իրենց հայ լինելուց, որոնք մտածում են հայի ապագայի մասին, որովհետև հենց այնպես երեխա դասիրակել, հենց այնպես մոտենալ նրանց ճակատագրին, հենց այնպես ամուսնացնել եւ այլն, այս անկառավարելի, չնպատակադրված, անպլանային ապրելակերպը մեզ այսօր արել է ցիրուցան։ Այս հայոց ազգը այսօր բաժանված է տարբեր շերտերի։ Չեք կարող դու մի հարց բարձրացնել, մի ազգային հարց բարձրացնել, մի ճիշտ առօրյա կենսախնդիր հարց բարձրացնել եւ բոլորը միաձայն այդ հարցի կողմը լինեն։ Իսկ դու կարող ես, չէ՞, ասենք, ես կարող եմ այդ հարցը բարձրացնել։ Դու կամ կլինեք Փաշինյանական, կամ կլինեք Քոչարյանական։ Այո, հիմա ես ասենք Հիմա էլ արդեն Տաշիրի կողմից կարող եք լինել։ Դե ես չգիտեմ, հիմա ինչպես կասեն, ես ասել եմ, ես ոչ մի ական չեմ, եթե ական եմ, կամ լրտեսեք Ռուսաստանի կամ Արևմուտքի։ Չկա այդպիսի նման բան, ինձ համար Այսինքն այստեղ մոռանում են, որ դու կարող ես լինել մտավորական հայոց ազգը
հայոց ազգը եւ ես որպես մտավորական դուք լավ գիտեք առաջ օրերից ես այստեղ եմ եղել եւ հիմա էլ շարունակեմ ոչ մի կուսակցության մեջ չկամ չեմ էլ լինելու որովհետեւ Նժդեի օրինակը ինձ շատ մեծ օրինակ է Անդրանիկի օրինակը նրանք կուսակցությունները ասում են կուսակցությունները ազգերը բաժանում են ազգը բաժանում են հազար մի խմբերի եւ ազգը չի կարող կենտրոնանալ եւ իր նպատակին հասնել Եվ հիմա մենք տեսնում ենք այդ իրավիճակը մենք հիմա փաստորեն կարող ենք վերջապես ասել որ մենք ունենք մի Հայաստան մի փոքրիկ Հայաստան Արնոք վարչապետը հիմա գնացել արձակուրդ չէ ես շատ կուզենայի որ նա իր արձակուրդը անցկացներ Սինգապուրում շատ կուզենայի ինչու որպեսզի ծանոթանար Սինգապուրի պետականության կառուցվածքին այնտեղի օրենքներին այնտեղի խստություններին այդ պետության հզոր պետություն ունենալու հանգամանքին փոքր երկիր է մեր տարածքից էլ նույնիսկ փոքր է նրա տարածքը այդ ինչ գեղատեսիլ երկիր է ես դիտել եմ նրա մասին ֆիլմերը զարմացած եմ մնացել Հայաստանը արտական բուսականություն ունի Հայաստանը հրաշք երկիր է կարող էինք դարձնել չէ եթե ամեն մարդ չասեր ես այս աշխարհի թագավորն եմ այստեղ կա նաև մեկ ուրիշ խնդիր ես ձեզ ասեմ այդ մասին ոչ ոք չի խոսում բայց նաև ինքս մտորել եմ Գագիկ Ծառուկյանի երևույթը որպես մեծահարուստ նախ ինձ համար շատ զարմանալի էր նրա քաղաքականության մեջ մտնելը հավատացեք հենց առաջի օրը նայեցի որ նա խոսում է քաղաքականությունից նրա կուսակցությունը մտել է ասացի սրա վերջը վատ է լինելու ասում են որոշներն ասում են ստիպել են պարտադրել են բերել կարող է չլսել ես ասացի ուրիշի չվանով հոր մտավ գիտեք չէ չվանը ինչ է նշանակում պարան Ինչպես կարելի է ուրիշից պարան վերցնել եւ մտնել խորհրդի մեջ։ Այնինքն հենց այդպես էլ արեց եւ համոզված եմ 100% որ Տիկին Ռոզան չի ուզել։ Ես գիտեմ որ նա չի ուզել, ես ճանաչում եմ այդ կնոջը։ Շատ աշխատասեր ազնվորություն է։ Շատ իր մայրերը կարող են նստեն ձեռքերը ծառած որևէ բան չանեն, որտեղ հարուստ որդի ունեն, ինչպես է լինի իրենք բայց ինքը մինչեւ այսօր 93 տարեկանում աշխատում է այդ կինը։ Նա օրինակ է հայոց մայրերի համար։ Եվ ընդ որում ծանր տարավ որդու այդ ձերբակալման գործընթացը։ Հասկանալի ինքը շատ ես ուղղակի ցավում եմ Տիկին Ռոզային, բայց ինքը չպետք է թույլ տար, եթե իր որդին իրեն կլսեր, որ իր որդին մտներ քաղաքականություն։ Արա ինչին էր պետք։ Ինքը առանցել էր թագավոր էր այդ տարածքում, այդ իր դղյակներով, իր ծով հարստությամբ, եւ ինչ եղավ հիմա։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, ես նորից եմ ասում, եթե տվյալ պետության ներսում անհատը ավելի հարուստ է Դե ասում են կայսրություն, տեսեք ասում են Գագիկ Ծառուկյանի կայսրությունը Այո, ուրեմն ինքը թագավոր էր պետության ներսում մենք այդպես պետություն չենք դառնա մենք այդպես չենք նկատի ունեք եթե նա չմասնակցեր այս քաղաքական գործընթացներին Նիկոլ Փաշինյանը կմոռանար նրա մասին Ինչ որտեղ եթե ինքը էլի ցույց տար չի ընդհարվելու որոշ հանգամանքներ ինչ ուզում է լինի պետություն գոյություն ունի պետությունը իշխանություն է Եթե դու այդ պետության մեջ ապրում ես եւ դու պայքարում ես նրա դեմ, պետությունը ինքը իր շահերը պետք է պաշտպանի։ Տիկին Ասատրյան, ճիշտ եմ հասկանում, 8 տարի Նիկոլ Փաշինյանը այս ամենի մասին իմացել է, բայց Գագիկ Ծառուկյանին կարծես թե չի անհանգստացրել։ Չհամապատասխանեց ընտրության շահերը։ Ընտրության շահերից ելնելով ընտրության շահերը չհամապատասխանեց, գուցե իրենց մեջ ներքին խոսակցությունները եղել Ծառուկյանը մերժել է, ես չգիտեմ։ Այնուամենայնիվ եղել է անհամաձայնություն երկուսի միջև։ Եվ սա էր պատճառը, որ դուրս գանք Արճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։
Օթանավով 1 փաունդը 2.99, նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Ասատրյան, եթե ամփոփեն Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորված այս իրադարձությունները դուք ընդհանրապես քաղաքական հետապնդում եք համարում, թե իրոք իրավապաշտպանները, իրավապահ համակարգը սկսել է արդարություն գտնել եւ այդ ուղղությամբ է աշխատում։ Տեսեք, խոսում են հարկերի թաքցման մասին, խոսում են մեծ գումարների, Իրանի հետ որոշակի գործարքների, մի խոսքով այս ամենը քաղաքական հետապնդում է, թե իրականում մարդիկ իրենց գործն են կատարում։ Ես մի նախադասություն կասեմ։ Ուզում ենք հզոր պետություն ունենալ։ Պետությունը ավելի հզոր պետք է լինի, քան այն անձինք, ովքեր այդ պետության դեմ հզոր լինելով հանդերձ ընդդիմանում են։ Պետությունը հզոր պետք է լինի։ Իսկ Հայաստանը պիտի ունենա պետություն։ Տեսեք ինչքան խեղճացան։ Լավ իրենք որ այդքան հպարտանում են, ամենտեղ նստում են, խոսում են, իրենց զգում են թագավոր ու իշխան։ Իրենք չեն ամաչում, որ Ալիևը հայ ժողովրդի նկատմամբ այդպես արհամարհանքով է խոսում։ Տեսեք, Գերմանիայում էլ հայտարարեց, որ ժողովուրդ է, խեղճ ու կրակ են։ Գերմանիայում էլ հայտարարեց, որ իրենք են մեզ առաջարկել խաղաղություն։ Նա ամենտեղ կհայտարարի։ Ես ստացել են դրական պատասխան։ Որովհետև մանավանդ վերջերս, որ Իսրայելը բարձրացրեց հայոց գենոցիդի խնդիրը, ահուդողը Ալիևին առել էր, որովհետև երկրորդ գենոցիդը ինքը իրականացրեց Արցախում հայ ժողովրդի նկատմամբ, հայ ժողովրդի, որտեղ Արցախը մենակ չպայքարեց Հայաստանից էլ գնացին իրենց եղբայրներին օգնության եւ մենք նորից կրկնակի երապատկվեց մեր եղբայրը։ Այսինքն Ալիևը կատարեց խոշոր հանցագործություն եւ դա կոչվում էր ազգային ցեղասպանություն։ Ցեղասպանության խնդիրը եթե բարձրացրեց Իսրայելը, ոչ միայն դա Թուրքիային էր վերաբերվում, նաեւ Ալիևին, այո, որովհետև նա արդեն քիչ էր մնում, ինչպես որ ասեց, որ Թուրքիան չի մասնակցել 44-օրյա պատերազմին, ռուսներից հրաժարվեց, որ ռուսները չեն օգնել, այդպես էլ վաղ մյուս օրը կասեր, որ Իսրայելը զենքեր չի տվել, չի կառավարել այդ պատերազմը, դրա համար Իսրայելը այդպես վախեցրեց նրա աչքը եւ հիմա խելոքացել է։ Իսկ Իսրայելը վախեցրեց աչքը, թե ասում են հայոց ցեղասպանության հենց այդ ճանաչման հետ կապված գործընթացին Ադրբեջանը մեծ գործեր է իհարկե մեծ գործեր արել իր երկրի ներսում, քանի որ Ադրբեջանում բավականին շատ հրեաներ են ապրում եւ նրանք Ադրբեջանը համարում են հրեական քաղաք, 3 գրաբիներ
իհարկե անպայման երկրի ղեկավարի գիտությամբ նամակներ են հվել կնեսետին, այնտեղ իրենց ծանոթ, իրենց ճանաչող մարդկանց, իրենց մերձավորներին խնդրելով եւ աղաչելով, որ վերանայել այդ որոշումը եւ չընդունել հայոց ցեղասպանությունը։ Սա արտգործնախարարը այստեղ չես գիտեք խնդիրը ինչու էր, որ հայոց ցեղասպանությունը, հայոց ողբերգությունը դարձել է աշխարհի տարբեր պետությունների համար, գիշադիչ երկրների համար դարձել է միջոց իրենց շահերին ծառայեցնելու ցանկացած պահի Թուրքիան ուզենա դա կծառայեցնի իր հերթին, մյուս պետությունները եթե ուզենան Թուրքիայի բարեկամ պետությունները եթե ինչ որ խնդիր լինի իրենք կարող են որտեղ իրենք գիտեն թե Թուրքիան ինչպեսի 1.5 միլիոն հայեր ինչպես է որ տարածքի վրա է նստած Թուրքիան ու մենք 1000 տարի էլ ասենք այդ ամեն ինչը մեր աչքի առաջ է ծնվել չենք ծնվել այդ նորություններն են կարդում ես ոչ չեմ կարող ասել որ եղեր չի եղել ինչպես կարող եմ ասել եթե ասեմ ես պետք է վերջանամ Տերեզում զերքում գոյություն ունի Աստված ուրամինչ տեսում է այդ վրեժխնդրությունը այդ ես չեմ դուք չեք անում դա Աստծո ձեռքին է այդ ամբողջ վրեժխնդրությունը ով ինչ անում է իր պատասխանը պետք է ստանա կյանքը բումերանգ է վերջո առաջ պետք է Թուրքիան էլ իր պատասխանը ստանա Վարչապետն ասեց պետք չի շահարկել այս թեման եւ վարչապետը կասի բայց քանի հազար հասարակական կազմակերպություն կա Հայաստանում վարչապետը կասի որտեղ ինքը որպես պետություն պետականորեն այդ հռչակագիրը առաջարկել է ստորագրել են որ դրանք կողմեն եւ այլն բայց դրա համար պետությունը ինքը լուր է ինքը այդ հարցում չի կարող խոսել եթե խոսես դա կնշանակի ինքը ժխտում մերժում է այն առաջարկությունը որի մեջ ինքը կա իսկ հասարակական կազմակերպությունները նրանք ինչով են զբաղված քանի հայրենասիրական հասարակական կազմակերպություններ կան այդ ուղղությամբ ինչու այդ հարցը չեն բարձրացնում բայց ինչ են անում իրենք այս Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը նրանց գործունեությունը ստուգել է նրանք լրտեսական կազմակերպություններ են Հայաստանում յուրաքանչյուր մանրուկը իրենց տերերին հաղորդելու համար թե աշխատում են հանուն Հայաստանի շահերի այս է խնդիրը մեր երկրում ուղղակի բարձիթողի են զանազան այն երակները, որոնք երկրի կայունության ակունք պետք է լինեն, պետք է ամրապնդեն։ Մենք պետք է տանենք հայոց պետականության հզորության։ Ընդամենը այս վերջերս դարձյալ էլի մեկ գիտնականի հետ հանդիպեցի, որը շատ հզոր առաջարկ էր անում։ Դիմել է տարբեր տեղեր մերժել են։ Ուրեմն պետք է ստեղծվի մի խորհուրդ, նոր իշխանություն է ձևավորվում։ Հանրապետության նախարարության Տարածքային կառավարման նախարարությունն է դրանով զբաղվում, ես չգիտեմ, որ նախարարություն, գիտության ու կրթության նախարարությունը պետք է զբաղվի, պետք է ունենան մի խումբ, որոնք հանձնաժողովներ ունենան նման շատ կարևոր առաջարկները, որոնք Հայաստանը դուրս կբերեն այս շրջափակման վիճակից, որտեղ մենք դեռ չգիտենք թրիպը ինչպիսի բաներ կլինի կկառուցվի այդ թրիպը, թե չի կառուցվի, Արդեն Ադրբեջանից ենք ստանում եւ վառելիք եւ ինչ որ ապրանքներ։ Տեսեք ինչ է կատարվում։ Ալիևը դրա մասի խոսում է եւ ասում է մենք ենք արդեն հուսալի աղբյուր դարձել Հայաստանի Հանրապետության համար։ Լեգիտիմացնում է իր կատարած հանցագործությունը, որ երբևէ որևէ երկիր, որևէ պետություն իրեն չմեղադրի, որ ինքը հանցագործություն կատարեց հայերի սպանության, ցեղասպանության հաշվին, վերցրեց հայերի նախկին բնակավայրը, կենսատարածքը հայերին դեպորտացիային ենթարկեց եւ այսօր այդ տարածքում ոչ մի հայ չի ապրում։ Իսկ դա շատ կարևոր հանգամանք է եւ ոչ մի պետություն դա չի մոռանում։ Ես կարծում եմ, որ դա եղել է շատ վաղուցված ծրագիր, որովհետեւ այդ ծրագիրը չի եղել հատուկ Արցախի բնակիչներին այդտեղից վտարելու, այդ ծրագիրը եղել է Արցախի ոսկու հանքերին տիրելու եւ թող շատ լավ հետաքրքրվեն թե ովքեր են այսօր այդ օգտվում այդ ոսկու հանքերից ուրեմն թող քրքրեն կգնան հետքերը կկանգնեն հենց այն սկզբի վրա որտեղից եղել են 44 օրյա պատերազմի այդ ակունքները եւ թե այդ լռությունը որի պատճառով մենք այդքան կորուստներ կրեցինք Մենք շատ զանգեր ունենք Տիկին Ասատրյան փորձենք լսել մեր հեռուստադիտողներին Լսում ենք ձեզ դուք եթերում եք Բարի երեկո Մարի ջան ողջունում եմ ձեր հյուրին Շնորհակալ եմ Տիկին Ասատրյան մեծ գնահատական ունեք հայ ժողովրդի մեջ Շնորհակալ եմ հայրենասեր ազնիվ բավական հասկացող դիպլոմատ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ դրա համար Ես ուզում եմ ասել ես Քրիստոսի արձանը որ դնում է Արդյոք Քրիստոսը կընդունի, որ ես կամ հանցագործություն բղծություններ արած մարդը դնում է իր արձանը, թե բիզնես անում Քրիստոսի դեմ։ Հայտարարություն ասա,
Իսկ գալով մորը անշուշտ ես հասկանում եմ, որ մայրը մեծ կին է, ցավում է, լավ թե վատ զավակն է իրա, բայց մայրն էլ այստեղ մեղք ունի, որովհետև մայրը երբեք չդաստիարակեց տղուն, ասի, որ տղա ջան, չի կարելի քո սեփական ժողովրդին թալանել, ստրկացնել, խեղճացնել, ձեռից խլել զորով բիզնեսները, տները, այն տունը, որ ինքը խլել է հրապարակի մոտից զորով բժշկու ձեռից, բժշկուին հիմա ապրում է Կալիֆոռնիայում եւ պատմեց ինքը ինչ են արել իրան։ Իսկ գալով պետության մեջ որպես պետություն դա վաղուց ասի, որ չի լինում պետության մեջ պետություն, մի հատ աշխարհի վրա կա, դա Վատիկանն է, բայց Վատիկանը երբեք Իտալիայի պետական գործերին չի խառնում։ Միթե Դոդիկագոն Վատիկանից ուժեղ է, որ Վատիկանին հետևում է մի քանի միլիարդ մարդ եւ հավատում։ Միթե Վատիկանի չափ ուժ ունի Դոդիկագոն։ Իսկ գալով հայրենիքի գործին սրանք Դոդիկագոն կամ լֆիկը չգիտեմ, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գալուգայի Սմոյա ինչա, նրանց հայրենիքը Հայաստանը չի, նրանք պետք է գնան Ռուսաստան ապրեն, բայց եթե գնացեն Ռուսաստան, գիտեք Պուտինը իրանց հետ ինչ անելու, որ Պուտինի ծրագիրը չհաջողվեց։ Իսկ գալով սրանց գոնե Դոդիկագոն այնքան շնորհք եւ խիղճ ունենա, որ մեղան չի իր հարածների համար խոստովանվի։ Միգուցե մի փոքր ավելի լավ կլինի, քան ինչ որ պետք է լինի շուտով։ Բայց ես չեմ կարծում, որ տենց մարդիկ մեղան չեն, որտեղ տենց մարդիկ հոգի խիղճ չունեն։ Ես էի ուզում ասել։ Շնորհակալ ենք զանգի համար։ Շնորհակալ եմ, որ ժամանակ տվեցիք ինձ։ Աստված օրհնի ձեզ։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, նորանտապանը կրկին եթերում է։ Տիկին Ասատրյան մեր հեռուստադիտողը փաստորեն խոսեց Գագիկ Ծառուկյանի գործի հետ կապված եւ ընդհանրապես ինչ անել, որ գործարարները պաշտպանված լինեն երկրի ներսում։ Եվ նման օրինակներ չունենանք, որտեղ տեսեք Արման Աբովյանն ասում է սա պարզապես ռեկետ է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ եւ նա վերջինը չի լինելու, կլինեն նաեւ հաջորդներ։ Իհարկե, նախ շնորհակալություն հարցը բարձրացնող մեր ընկերոջը շատ առողջ հարց էր։ Ես ասեմ, որ կապված Հիսուսի արձանի կառուցման հետ Աստվածաշնչում մի այսպիսի տեղ կա։ Ասում են, որ կյանքը բումերանգ է, այո, բայց վրեժխնդրությունը մարդը չէ, որ պետք է անի։ Վրեժը միայն Աստծուց է գալիս։ Ուրեմն ով ինչ անում է, թող վախենա, որ Աստված կա եւ արդարություն կա ի վերջո։ Իսկ ինչ վերաբերվում է հայ օլիգարխների Ամեն դեպքում դուք արձանի տեղադրմանը կողմնակից եք։ Արձանի տեղադրումը, եթե դա դառնար հանրային ճանաչման երևույթ, ոչ թե հատիսի գագաթին կառուցվեր, դա այլ, չգիտեմ, մեկ այլ տեղ, որտեվ հատիս ասելով մարդիկ պատկերացնում են Գագիկ Ծառուկյան, որտեվ դա այդ տարածքն է։ Սա ոչ թե դառնար ինչ որ մեկի սեփականությունը, այլ դառնար համաազգային մի երևույթ, որպես առաջին քրիստոնեություն ընդունած ժողովրդի, դա կառուցել եւ ինչպես ասենք, ես եղա Բեյրութում, այնտեղ բարձր Հիսուսի արձանը կառուցված էր եւ մարդիկ երամներով շրջում էին, պտտվում էին, նայում էին, դա տուրիստների հոսք է ստեղծում, փող է բերում երկրին, այսինքն հանրության համար դա դառնար շատ կարևոր երևույթ, ոչ թե մեկ անձի նպատակ։ Բայց չէ՞ որ դա էլ կարող է դառնալ եւ կգան զբոսաշրջիկներ եւ գումարներ կբերվեն։ Դե եթե գան, ես դեմ չեմ, որ այդ արձանը լինի Հայաստանում, որտեվ դա լինելու է շատ ավելի բարձր, քան Ամերիկայում գոյություն ունեցողը եւ դա իր տեսակի մեջ կլինի եզակի երևույթ։ Սա չի խանգարում, սա Հայաստանի համար ընդհանուր շատ այսպես հետագայում օգտակար երևույթ կլիներ էլի մեզ բոլորիս համար։ Բայց այստեղ մի իր Գագիկ Ծառուկյանի երևույթի մեջ ես ինչքան էլ որ խոսեմ, այս բոլորը մի առաջարկ ունեմ, որովհետև նա մենակ չի, այստեղ եթե նրա ունեցվածքը, հարստությունը
բաց է եւ բոլորը գիտեն թե ինչեր կա, ինչեր չկա, շատերը ունեն առավել քան նրանց գումարները հայաստանյան բանկերում չէ, շատերի կարծած այդ մի քանի մետրանոց դղյակների պարիսպներով դղյակներում ավելին կա, քան այսինքն այն օլիգարխները, որոնք այսօր Հայաստանում նույնիսկ եթե մեկ գործազուրկ ունենք, մեկ անտուն քաղաքացի ունենք, այդ քաղաքացիները չպետք է լինեին, եթե նրանց ապրելու հաշվին, նրանց զավակների լիարժեք կրթություն չունենալու հաշվին, եթե իրենք դարձան միլիարդատերեր, իրենց զավակներին ուղարկեցին ամերիկաները, լոնդոնները եւ այլը կրթության, որոնք այնտեղից ընդհանրապես ետ չգան, երբեն այո, պետության փողերով էին ուղարկում, ու նրանք մեծ կրթություն ունենալու այլևս Հայաստանն արհամարում էին, չէին գալիս։ Եթե այդ բոլորը ծառայեցնեին հայ ժողովրդի համար, իրենք էլ ապրեն սովորական, իրենք մեր աչքի լույսը կլինեին։ Հիմա այդ բազում օլիգարխները Հայաստանում գտնվող եւ Հայաստանում գրանցված, ունեցված ունեցող եւ արտասահմանում ապրողները բոլորը թող հավաքեն Հայաստանը այսքան միլիարդների պարտք ունի։ Հավաքեն այդ պարտքը իրար վրա գումարեն եւ Հայաստանի պարտքը փակեն։ Այսա կլինի իրենց մեծությունը, սա կլինի իրենց առավելությունը, իրենց նվիրումը հայրենիքին։ Այն ժամանակ, որ դրանից հետո որևէ մեկը իրենց մասին բան ասի, ես եւ դուք հանդես կգանք բացական պետության մասին, որ տեսեք այս մարդիկ կազմակերպեցին իրենց նամուսի թասիբի համար, հզորացրեցին պետությունը, այդ պարտքերը փակեցին սրանից կախծալությունը վերացրեցին, որովհետեւ մեր վերջացված երեխաների պարանոցին Աստված գիտի ինչքան գումար է դրված վաղ միսուրը։ Այսինքն հավերժական հայ ժողովուրդը անցյալ դարի նախացյալ դարի 19-րդ դարի վերջերի Սուլտան Համիդյան դեպքերից մինչև օրս կանգնած է լինել չլինելու փաստի առաջ։ Այսքան կարելի է խեղճանալ, տկարանալ, ունենալ այսպիսի միլիարդատեր մեծատուներ։ Իմիջայլոց ասեմ, եւ Ալիևին, եւ Թուրքիային, եւ Ռուսաստանին, եւ շատ-շատերին հզոր Հայաստան պետք չի։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։ Նրանք հզոր Հայաստան չեն ուզում, թույլ Հայաստան են ուզում։ Ու նաև այստեղ, նաև այս գործունի մեջ, տեսեք, ես չեմ ասում, որ սա հենց այնպես եղավ, որտեղ եթե դուք լավ հիշում եք, մենք ունեինք մի հրաշք, բարերար, դա Լևոն Հայրապետյանն էր, որը Արցախը որոշել էր զարգացնել, նա նույնիսկ այնտեղ Սուրովյան ռազմական դպրոց էր կառուցում եւ ուզում էր կոմանդոսին տաներ այդ դպրոցի ղեկավար, ես այդ մասին գրել եմ, վերջապես մեր մյուս խոշոր բարերարը Ռուբեն Վարդանյանը այսօր Ադրբեջանի բերդում է եւ վերջապես Գագիկ Ծառուկյանը, որ երևի հզորներից հզորն էր, նա այսօր կալանավորված է։ Սա ուրիշ առումով եմ ասում, սիրելի ժողովուրդ, սա չեմ ասում այդ իրենց պաշտպանության համար, մի տրամաբանություն եմ ուզում դուք բացացնեք, որ այն հայ ժողովրդի թիգունքից գնում է նրա նյութական արժեք ունեցող այն տարը, որին ազգը կարող է իր ամենադժվար պահին հենվել, այսինքն հայ ժողովրդին տկարացնելու այս միտումը պետք է կանխել, եթե դա կա, եթե դա դրսից է ներմուծվում։ Տեսեք, որ Սամվել Կարապետյանը եկել էր այստեղ, ես մամուլով լսեցի, որ Ալիևը ասել էր, լավ կլիներ, որ իրեն ինձ հանձնեին, որտեղ Սամվել Կարապետյանը պարզվում է Արցախի համար հիվանդանոց է կառուցել, այնտեղ գործեր արել մարդը, այսինքն տեսեք ինչ հա կատարվում։ Անգամ հայ բիզնեսմենները, օլիգարխները այս հարցում պետք է շատ զգույշ լինեն, համագործակցեն հայոց պետականության հետ, այս մասին ազատորեն խոսեն, որտեղ եթե սկսել են այդ երեք հզորներից, պետությունը առաջարկում է իրենց, որ համագործակցեն, ասում են ոչ, պետությունը ռեկետ է անում, ինչպես Արման Աբովյանն է ասում, պետությունը առաջարկում է այդ մարդկանց, եկեք նստենք, հիմա այդ ներկայացուցիչները մտնելու են ազգային ժողով, թե ոչ։ Հիմա մտնելու են ազգային ժողով, Տիկին Ասատերյան։ Հիմա պետությունը բաց է, բաց թող պետությունը առաջարկի, հանրությունը տեսնի, որ առաջարկում են, նրանք էլ մերժում են։ Հիմա այս հարցը ես ինչու եմ բարձրացնում։ Եթե մերժում են, նշանակում է ուրիշի դրածոներն են։ Սիրելի Մարի, այս հարցը ես բարձրացնում եմ հենց դրա համար, որ պետությունը պետք է առաջարկի այդ մարդկանց կանչի եւ ասի, ինչպես որ Գագիկ Ծառուկյանի այդ 70 ձեռնարկությունները, հիմնարկություններն են մտել ստուգում են եւ միլիարդների արդեն այնտեղ բաներ են բերել, որ պետության հարկատու չեն եղել եւ այլն։ Ինչու նման բաներ լինի։ Համագործակցեք պետության հետ,
պետությանը ներկայացրեք ձեր հարկերը, մեկը ինչքան էլ ներկայացնեք, չի պակասի, ձեր են միլիոները, որ կուտակել եք երկիրը վերցրել եք, եւ մի բարձ բան ասեմ ձեզ, Հայաստանը, որը կարող էր դառնալ աշխարհի ամենահզոր երկիրը իր հանքեր, որոնք այսօր տեսեք, ամենա ոնց ասեմ, այն մետաղները, որ աշխարհում չկա, ինչու են այսօր այսպես Հայաստանի վրա մեղվի նման հարձակվել են Հայաստանի վրա։ Ստեփանավանում են ուզում հանք բացել։ Ստեփանավանում արդեն բացել են։ Թեղուտում այսօր բացվում է, ես ինչ իմացա, որ այդ թրիպը, որը հանձնարարել են Ռուսաստանաբնակ, ուրեմն Սոկոլևին, այո, որը այսօր ապրում է Ամերիկայում, այդ մեծահարույթը, որը ըստ իրենց ներկայացնելու ազգությամբ հրեա է, դրան է հանձնարարված, փաստորեն նա ոչ միայն մեր վիվասելի հետ է բաժնետեր, այլև Թեղուտում ոսկու հանքի բաժնետեր։ Այդ դուրս է գալիս մեր ամբողջ հանքերը աշխարհի միլիարդատերերի ձեռքին է, Հայաստանի հանքերը։ Եվ Հայաստանը չի կարողանում տեր լինել իր հարստությանը։ Հայաստանը մեր ոսկին փաստորեն պատտվում է աշխարհի բանկերում, Հայաստանը այսքան հզոր պարտքերի մեջ է։ Լավ, ուրեմն մի խոշոր ֆինանսիստ չկա Հայաստանում։ Ունենք չէ, երիտասարդ կադրեր ունենք, այս երիտասարդներին մի մոռացեք, սրանց ասպարեզ տվեք։ Այս նոր խելքիտեր տղերքը շատ ուժեղ են, նրանք ոչինչ բանից չեն վախենում, չեն էլ նայում, սխալը կա, նրանք կանգնում են սխալի հետևից։ Ստեղծեք այդպիսի մի խումբ, թող քրքրեն տեսնեն Հայաստանի այդ հանքերը, ոսկին, ուրանը, պլուտիումը, ջերմուկի այդ բանի հանքերը, այս բոլորը, այս սրանց մեջ, ասում են ջերմուկից այդ հումքը որ տանում են, այդ ջերմուկ քաջարանից ներողություն, քաջանից այդ հումքը որ տանում են, դրա մեջ այլ մետաղներ կա, որ աշխարհում գոյություն չունի, Հայաստանը բա այսպիսի հնարավորություններ ունի այսօր այսքան խղճանը, մի անգամ պետք է ասենք, թե չէ։ Եվ թույլ տվեք, որ այդ մի անգամը սա լինի, ու ես ամեն անգամ չեմ խոսելու։ Հայաստանի 670 հանքերը ում ձեռքերին ունեն, որ օֆշորներում են գրանցված, ինչու Հայաստանը այդ գումարներից չի վերցնում իր բաժինը եւ փակի իր արտաքին պարտքերը, որպեսզի գալիք սերունդը, որպեսզի հայ աղջիկը ամուսնանալուց չասի, մեկ երեխայից ավել չեմ ուզում ունենալ։ Տեսեք ինչպիսի խնդիր ունենք մենք, սրանով կլուծվի եւ դեմոգրաֆիական խնդիրը, եւ մեր ազգը կլավանա, եւ ինչ է պատահել։ Գալիս են Հայաստան այս տուրիստները, տեսեք ինչ երջանկություն են ապրում, ասում են ինչ ազատ երկիր է, այս ինչ ժողովրդական երկիր է, այս ինչ լավն է։ Մենք ապրում ենք հրաշք երկրում, ասված մեզ լավ երկիր է տվել, եկեք լավ պահենք, որտեղ է ձեր թասիբը։ Արգելի հայրենակիցներն անտապանը կրկին եթերում է։ Տիկին Ասատիրյան, մենք խոսեցինք գրեթե այս իր վերջին օրերի տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ ուզում եմ անդրադառնալ, ինչպես հաղորդման սկզբում ասեցի, մեր դեռահասներին, մեր անչափահասներին, թե տղաների, թե աղջիկների, տղաները հիմնականում կարծես թե այս վերջի օրերի ընթացքում տեսանք, թե ինչ է կատարվում, կրակոցներ, սպանություններ, տղաները կարծես թե այդտեղ են կորցնում իրենց ընտանիքներն են կորցնում մեր տղաներին, 15 տարեկան տղան է վիրավոր, 20 տարեկանն է Մուրացյանի դեպքի հետ կապված սպանվեց, դրանից առաջ Վաղարշյան փողոցում եղան այդ կրակոցները Երևանում, բայց ինչն է ինձ այսօր առիթ հանդիսացել, որ ուզում եմ օրիորդիկների աղջիկների մասին խոսել։ Մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ համացանցում տեսանք ինչպես են անչափահաս տղաների իրար ծեծում, նկարահանում եւ դրանք համացանցով տարածում։ Վերջերս օրերս տարածվեց տեսանյութ, որտեղ մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկում, անչափահաս աղջիկներ ընդ որում իրենց ընկերուհուն։ Մամուլում կար տեղեկատվություն, որ իբր դա այսպես ասած այս վերնագիրն էլ այդպես էր, տղայի բազար է եղել, այսպես ներքին գործերի նախարարությունը բարձաբանել է, որ դրա դեպքը տեղի ունեցել հունիսին իրենք այդ մասին տեղեկացված են եւ քննչական կոմիտեում ներկայացրել են գործը։ Ինչ է կատարվում աղջիկների այս ծեծը։ Հիշենք, որ անցած տարվա մեջ տնտեսագիտական համալսարանում իրար ծեծեցին, այնտեղ հեռացրեցի։ Մի խոսքով այս աղջիկները իրար ծեծում են, անչափահաս հայ աղջիկների մասին է խոսքը։ Ուրեմն երկրի նյարդային վիճակը, այս ընտրությունները, ամենօրյա խոսակցությունները, անդադ բողոքները, մենք անընդհատ վատ բաներ ենք լսում։ Մի քանի օր առաջ ես գրել էի Հայաստանի հայերին, խնդրում եմ, որ լույսը բացում է, մի դրական բաներից խոսեք։ Մի քանի խոսք լավ բան գրեք։ Ինչ լավ բան կա Հայաստանում, որպեսզի տրամադրություն առաջանա։
Ուրեմն այդ նյարդայնությունը հասարակությունից գնում է դեպի ընտանիքներ։ Պատասխանատվություն չկա։ Հայաստանում շատացել են զվարճատեղիները։ Անչափահաս աղջիկներին ոչ ոք չի արգելում, որ գնան, պետք է խստագույն կարգուկանոն լինի այնտեղ օրվա հերթապահներին, տնօրենին, որ անչափահասների մուտքը արգելվում է։ Բացի դա, հայուհիներին մի տող եմ ուզում ասել, սերը սրով չեն ձեռք բերում, սիրելի հայուհիներ, աշխատեք դա նվաճել ձեր առաքինությամբ, ձեր գեղեցկությամբ, իսկ եթե չի ստացվում, ուրեմն դա ձերը չի, ոչ թե աշխատեք նվաստացնել ձեր ընկերուհուն, որը գուցե ավելի առավելություն ունի, որի նկատմամբ այդ անձնավորությունը ունի որոշակի զգացմունքներ, քան թե դուք, որ կարող եք ձեր ընկերուհուն գետին տապալել եւ այդպես կարելի է ինչ հարց պիտի դառնաք դուք, այդ ինչ տուն պիտի պահեք դուք։ Հիմա հարցներ չեն ուզում դառնալ։ Գիտեք, այս այլ նույնը այլ ուրիշ խնդիր է։ Այո, հայ ընտանիքը կորցրել է իր ինքնության տիպը, կերպարը, իսկ եթե հայոց ընտանիքները բարոյապես բարձր աստիճանի կանգնած չեն, եթե այդ ընտանիքներում հայկականության ավանդույթը կորած է, մեռած է եւ այլն, շատ վատ է։ Չէ, ընտանիքը պետության հայելին է, եթե ամուր են ընտանիքները, եթե բարոյապես նրանք բարձր մակարդակ է, նույն բարոյականությունը նաև պետության ներսում է, ուրեմն ինչ է կատարվում։ Եկեք մենք չմոռանանք, ես հաճախ եմ այդ մասին ասել, թե ինչ է այդ մասին ասել մեր մեծ Ռավիրան Գարեգին Շտե, որ մայրերի ափերի մեջ պետք է որոներ ազգերի ճակատագիրը։ Տվեք ինձ մի գրագետ մայր, եւ ես ես կտամ հազարավոր կրթված սերունդ։ Ուրեմն հայոց մայրերը թերացել են։ Ոչ մի ճիշտ իդեալական մայրության օժտված անձնավորության դուստր չէր կարող գնալ եւ այդ մեծ միջավայրում ընկերների մեջ կռիվ սարքել կամ գետին տապալել ինչ-որ մեկին մազերը պոկել։ Այս սա հայտարարություն է, երբ որ աղջիկներն են արդեն իրար վրա հարձակվում։ Ես նաեւ կոչ եմ անում մեր ժողովրդին, կա մի շատ վատ բան Հայաստանի ներսում այսօր, որի դեմը ճիշտ է ներքին գործերի նախարարությունը, որի պատասխանատու տիկինը նախարարը բավականին մի քիչ նախարարներ կան, որոնց մասին ես այդպես դրական եմ արտահայտվում, այդ տիկնոջը ես գնահատում եմ իր աշխատասիրությունը, նա ինչ էլ անի չի կարող հասցնել։ Հայաստանում ահռելի ձևով կան մարդիկ, որոնք ներքին ձևով այդ դրանց պետք է գտնել, որտեղ դա ազգի դավաճանություն է, թմրադղեր են տարածում։ Այդ տղաների մեծ մասը աղջիկների, այդ անչափահաս աղջիկների, որոնք նաև դպրոց են հասցրել։ Ես պատկերացնում եմ, որ եթե դրանց այդ օրը ովքեր իրար հետ վիճել են ու այդպես կռիվ են սարքել, եթե տանեին նրանց արյան անալիզ անեին, հաստատ կամ այդ զվարճատեղիում, կամ այդ փողոցում, կամ այդտեղ վաճառող այդ բարերի մեջ, այդ էլեկտրական, չգիտեմ ինչեր այդպես, որ մեծնում խմում են, մեկը մահացել էր, չէ, վերջերս։ Ուրեմն կա ինչ-որ բան է կատարվում մեր հանրապետությունում ներքին ձևով, որը մենք անտեղյակ ենք։ Ուրեմն հասարակությունը ինքը պետք է պատասխանատու լինի իր զավակների համար, մի ձեռքը ծափ չի տա, միայն թողնել պետության հույսին ասել, պետությունը տերություն չի անում, պետությունը էլ բան չմնաց, մեզանից յուրաքանչյուր երրորդ այսօր միլիցիա է աշխատում։ Այդքան կարելի է ընդգրկել ներքին գործերի բաժնում, ուզում է բոլորը միլիցիա լինեն, եթե կարգուկանոն չեղավ, եթե չհասկացան, որ չի կարելի, թմրադղերը ծնում են դաուն, անխելք երեխաներ, որոնցով մենք քանի այդպիսի հիվանդանոցներ ունենք, ծնված երեխաները։ Այսինքն անելիք ունի եւ ընտանիքը եւ պետությունը։ Քանի որ մեզ քիչ ժամանակ է մնացել, Տիկին Ասատրյան, ասում է այդ վատ երևույթի կողքին ունենք նաեւ գովելի, այսպես ասած, հպարտանալու։ Տեսեք, հայ աշակերտների 5 մեդալ են նվաճել Շանհայի կայացած միջազգային մաթեմատիկական օլիմպիադայում։ Հայ ուսանողները 2 բրոնզե մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադաներում։ Մենք այս կողքին, այս նույն սերունդի մասին ենք խոսում հասակակից, բայց մի կողմում հաղթանակներ, մի կողմում արարքներ, որոնք մեզ ընկճում են, որոնք մեզ մտածելու տեղիք են տալիս։ Մենք դա էլ կհաղթահարենք, շատ խառը շրջան է, որովհետև այս ընտրությունները ամբողջ հասարակությանը հոգեհանարեցին, դե մարդիկ կան, որոնք սխալ բաներ են արել, բերդերում լցվածներ կան, բանտարկյալներ կան, որոնք մեկը տեղին է, մեկը անտեղին է, պետք է ճիշտ աշխատեն, իրավապահ մարմիններն էլ չպետք է
շտապեն, պետք է հանգիստ խաղաղ ճիշտ աշխատեն, մարդ լինեն, հասկանալի է, մենք պետք է խաղաղացնենք մեր հասարակությանը։ Մենք բոլորս մեկ հայրենիք ունենք։ Իմ խնդիրը եւ խնդրանքը այն է, որ եկեք սիրելի հայրենակիցներ, եւ Սփյուռքում, եւ Հայաստանում, եկեք այս մեր փոքրիկ հայրենիքը ծաղկեցնենք, հզորացնենք։ Մենք լայն ռեզերվ ունենք, գիտական, կրթական, հզոր ռեզերվ ունենք, եկեք տեր լինենք մեր ունեցածին, մենք գիտության ազգ ենք, մենք գրի ազգ ենք, գրագիտության ազգ ենք, եկեք չնմանվենք որևէ մեկին, շնորհացենք մեր Հայաստանը։ Շնորհակալություն Տիկին Ազատյան այսօրվա հաղորդման համար։ Համեցեք, ես էլ շնորհակալ։ Հետևենք իրադարձություններին։ Շնորհակալ եմ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք։ Հետևեք իրադարձություններին, մնացեք խաղաղությամբ։